Տիրոջով ցնծացեք, ով արդարներ, քանզի ուղիղներին վայելում է օրհնությունը։ Փառաբանեցեք Տիրոջը քնարով, նրան սաղմոս երգեցեք քնարով ու տասլարանի տավղով, նոր երգ երգեցեք նրա համար, հմտորեն նվագեցեք, ցնծության բարձր աղաղակներով, քանի որ Տիրոջ խոսքը ճշմարիտ է ու նրա բոլոր գործերը ճշմարտությամբ են կատարված։ Նա սիրում է արդարությունն ու իրավունքը, երկիրը լեցուն է Տիրոջ գթասիրությամբ, Տիրոջ խոսքով ստեղծվեցին երկինքները, ու նրա բերանի շնչով նրանց ամբողջ զորքը, ծովի ջրերը հավաքում է մի դեզի պես, անդունդները դնում է շտեմարանների մեջ։ Թող ամբողջ երկիրը վախենա Տիրոջից, ու նրանից ակնածեն աշխարհի բոլոր բնակիչները, քանի որ նա խոսեց ու կատարվեց, նա հրամայեց ու հաստատվեց։ Տերը ոչնչի է հանգեցնում հեթանոսների խորհուրդը, իջիկ դարձնում ժողովուրդների ծրագրերը, Տիրոջ խորհուրդը հավիտյան հաստատ է, ու նրա սրտի խոհերը ազգից մինչև ազգ, օրհնյալ է այն ազգը, որի Աստվածը Տերն է, ու այն ժողովուրդը, որին ընտրեց, որպես իր ժառանգություն։ Տերը երկնքից նայում է, նա տեսնում է մարդկանց բոլոր որդիներին, իր բնակության վայրից դիտում է աշխարհի բոլոր բնակիչներին, նրանց սրտերը միանման ստեղծեց, նկատի է առնում նրանց բոլոր գործերը, ոչ մի թագավոր զորքերի բազմությամբ չի փրկվի, ոչ էլ որևէ հզոր մարդ իր մեծ ուժով կազատվի, փրկվելու համար ձին դատարկ բան է, ու իր մեծ ուժով չի կարող ազատել։ Ահա Տիրոջ աչքը իրենից վախեցողների վրա է, ու նրանց վրա, որոնք իր ողորմությանն են հուսացել, նրանց անձը մահից փրկելու և սովի ժամանակ նրանց կենդանի պահելու համար։ Մեր անձը սպասում է Տիրոջը, նա է մեր օգնությունն ու մեր վահանը, քանի որ մեր սրտերը նրանով են ուրախանալու, որովհետև նրա սուրբ անվանը հուսացինք։ Ով Տեր, քո ողորմությունը թող մեզ վրա լինի, ինչպես որ մեր հույսը քո վրա է։